Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրը հայրին ցեղասպանության միջազգային ճանաչումը պատմական արդարության հարցը Արմեն Մարտիրոսյան Իսրայելական ռեժիմին բանակը հայտարարավ էր Լիբանանը հարավումը Թխալա Հեզբոլահա օբյեկտներին Իրանին դեսպանը Արցախ բառի մասին Էսերի ջդիդ Իզմիրա թղթի գործանա Դյուզյան ընտանիքը խեասոր կարևոր աջակցել Արևմտյան Հայաստանապետական հեռուստատեսությանը միացիկ մեր վետերաններին Հայրի ցեղասպանության միջազգային ճանաչումը տասնամյակների համազգային պայքարի արդյունք է գործընթացը սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախացմանը շատ առաջ ցեղասպանությունը վերապրածների հայկական համայնքների հետազոտողների ու իրավապաշտպաններին ջանքերով միջազգային ճանաչման նշանակությունը մենակ քաղաքական շահի մեջի չի ամրագրում է պատմական ճշմարտությունը պաշտպանում է զոհերի հիշատակը սահմանափակում է ժխտողականությունը նպաստում է նման հանցագործությունների կանխարգելմանը Հայրի ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև ամրագրված է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 11-րդ կետում վերավ Հայաստանը սատարում է հայրի ցեղասպանության միջազգային ճանաչման գործին Պատմական հիշողության պահպանումը հակասում չի խաղաղությանը հարաբերությունների կարգավորմանը իրական հաշտությունը հնարավոր է այն դեպքում վեր պատմական փաստերը մերժվում չեն իսկ զոհերի հիշատակը վերածվում չի քաղաքական պայմանավորվածությունների առարկայի Արմեն Մարտիրոսյան Արևելյան Հայաստանի Գերագույն խորհրդի ու ազգային ժողովի պատգամավոր Իսրայելական ռեժիմին բանակը հայտարարավ է Լիբանանը հարավում հարվածալա Հեզբոլահի օբյեկտներին Իրան Իսրայելական ռեժիմին պաշտպանության բանակը Լիբանանը հարավում Թխալա Հեզբոլահ շարժման ենթակառուցվածքներին պատասխան անվտանգության գոտում գործող Ցախալի ուժերի դեմ ձեռնարկված գործողությունների Ի պատասխան Ցախալի զինծառայողների դեմ գործողությունների Ալի Ալ-Թահեր լեռնաշխթայում անվտանգության գոտում ստեղծում են Ցախալի զինվորները Իսրայելը բանակը քշերը հարված է հսցրալ Հեզբոլահի ենթակառուցվածքներին Իրան Լիբանանը հարավի Նաբաթիա ու Անսար շրջաններում ասված մամուլի հաղորդագրության մեջին Հայաստանում Իրանադեսպանը ժինգելով հաց համտեսելի վաղտը արտասանալը Արցախ բառը դեպքին անդրադարձալ ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Աբովյանը ընդգծելով էր հայկական անվանումների օգտագործումը կարևոր է ազգային հիշողության ու պատմական ինքնության պահպանման տեսանկյունը Աբովյանը շնորհակալություն է հայտնել Իրանադեսպանին նշելով էր Արցախ անվանումը չպիտի մոռացության մատնվել կամ դուրս մղվել հանրային խոսքից Իրանասելով հայկական պատմական անվանումների պահպանումը շարունակում ամնել է ազգային հիշողության կարևոր բաղադրիչը 1846 թվականին Իզմիրում սկսվել է Օսմանյան կայսրության թղթի արտադրության կարևոր ձեռնարկությունների ամենի Հալքափնարի թղթի գործարանի կառուցումը ստեղծվել է Թանզիմաթի բարեփոխումների ու արդյունաբերականացման շրջանում պետական կառույցների ու տպագրության աճող պահանջարկը բավարարելի նպատակով Գործարանի ստեղծման գաղափարի ու տեխնիկական կազմակերպման գործում կարևոր դեր է ունեցել հայազգի Օհանես Դադյանը Գործարանի կառավարումը վստահվել է Դյուզյան ընտանիքի ներկայացուցիչ Հակոբ Չելեբի Դյուզյանին վերը նախկինում ծառայել է Օսմանյան դրամահատարան Գործանում արտադրված թուղթը կարճ ժամանակ անց ուղարկվելիս էլ Կոստանդնուպոլիսի օգտագործվելիս էլ պետական ու պաշտոնական հաստատություններում Արտադրանքը կրելիս էլ Էսերի ջդիդ դրոշմը վերը տրել է որակյալ տեղական թղթի խորհրդանիշը Գործարանը փակվել է 1864 թվականին ֆինանսական դժվարությունների, սարքավորումների խնդիրների, պետական պատվերների դիմաց վճարումների ուշացման ու եվրոպական թղթի հետ մրցակցության պայմաններում Գործալը շուրջ 2 տասնամյակ, բայց իրեն պատմությամբ մնացել Օսմանյան կայսրության արդյունաբերականացման ու հայ գործարանների ու մասնագետների ներդրման ուշագրավ օրինակներն մինը Արևմտյան Հայաստանը հեռուստատեսությունը հավատարիմ մնալավ իրան սկզբունքներին եշողներին շարունակում իրան անխափան գործընթաց համոդեցումներով։ Հունց արդեն գիտում ենք մեր հեռուստատեսությունը ինքնագովազդավ չի զբաղվում։ Հիմնականում հեռարձակում է Արևմտյան Հայաստանապատմության իրան ներկա ապագայի մասին տեղեկատվություն, քաղաքական ու այլ ենթատեքստերով, հունց նաև տեղեկատվություն վերը բարձրացնում է տարբեր հարցեր։ Արևմտյան Հայաստանը հեռուստատեսությունը գրանցել իրան ամենակարևոր նվաճումների ամինը հրատարակել է Արևմտյան Հայաստան շաբաթաթերթը վերի նպատակն է պահպանել ու տարածել մեր պատմությունը, մշակույթը ու ինքնությունը։ Մունք նաև թափանցիկ ու մատչելի ձևով ներկայացնում Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահին, կառավարության, ազգային ժողովին ու այլ կառույցների քաղաքական զարգացումները։ Սիրելի հայրենակիցներ, ձեր քմագավը մեր հեռուստատեսության հնարավորությունները ավելին անլայնվում ու պնդանում։ Մունք միասին ենք ուժեղ։ Հայ վետերանների ու քեմագյանողների միավորում ֆրանսիացի վետերանների ու հայկական ծագումով դիմադրողների միավորում։ Եթե 18-ից 78 տարեկան կոմին պատար ազատ վախտոնի կարիք միանակ հիշատակի պահապաններին պատիվ հայրենիք աղբերություն։ Ձեր խնդիրն է ինական պաշտոնական արարողությունների վախտը պիցերցնել Արևմտյան Հայաստանը դրոշը։ Հիշատակի պահապանները իրաց նշանակալի ներկայացնողը պաշտոնական արարողություններին, հիշատակի արարողություններին, որոնց մասնակցում են կազմակերպությունները եւս պատվում են հայ զինվորներին, կամավորներին վեր 1916 թվականից մինչև մեր օրերը
իրանց կյանքը վտանգալը պաշտպանել ֆիզիկական վտանգի տակի գտնվող քաղաքացիական բնակչությանը։ Խնդրում ենք հապաղի քվեջ Կաֆիկ նախագահ Ժան Ղազարոսյանին հետ լրացուցիչ տեղեկություններ ստանալի հետի։ Սիրելի հայրենակիցներ, սորվա տեսքանը պատրաստալ ապրիք շադրության հետի պանդկացիք։